Հունիսի 1-ին Իգիթյան կենտրոնում բացվեց մի յուրահատուկ ցուցահանդես։ Ու երբ կատակով ասվել է կինը ոչնչից կարող է երկու բան պատրաստել՝ աղցան եւ գլխարկ, հաստատ այս կանանց չի ճանաչել։ Ես Սուսաննա Ամիրխանյանն եմ, Լաթե բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիրը։ Սկսել ենք մեր գործունեությունը 20 թվականի պատերազմից հետո, երբ որ մեծ քանակի հագուստ հավաքագրվեց որպես օգնություն եւ մոտավորապես 50%-ը պիտանի չէր ինչ որ մեկին նվիրելու։ Այդպես գաղափարը շարունակվեց, բերեցինք այդ տեքստիլը իմ ավտոտնակ եւ սոցցանցերի միջոցով սկսեցի փնտրել այն մարդկանց, գաղափարակից մարդկանց, որոնք որ ցանկություն ունեին ինձ հետ միասին փրկել բնությունը։ Այժմ զբաղվում եմ նրանով, որ վերամշակում եմ կապրոնե զուգագուլպաների արտադրական խոտանը եւ ստեղծում եմ կենցաղային նշանակության հատակի գորգեր։ Դրանով ես մեկ անգամյա տեքստիլին տալիս եմ բազմամյա կյանք։ Երբ որ իմացա լինելու է ցուցահանդես Իգիթյան կենտրոնում, հրավիրվել ենք, որ ցուցադրվենք, ես պատրաստեցի մեր շատ սիրելի Իգիթյանի դիմապատկերը կինուսայգա տեխնիկայով, որը հայերեն թարգմանաբար նշանակում է Ատլասե փառատոն։ Եվ ես վաղն էլ կունենամ մաստեր կլաս, բաց դաս, ով ցանկություն կունենա Իգիթյան կենտրոնում անվճար սովորել այս արհեստ արվեստը, թող համենա Իգիթյան կենտրոն։ Հիմնադրման օրվանից Լաթեի կազմում եմ ու շատ ուրախ եմ, զբաղվում եմ փեչվորկով, հայերեն թարգմանվում է լաթ արվեստ, փոքրիկ լաթերից պատրաստում եմ վերմակներ, ջինսերին տալիս եմ նոր կյանք, ու այդպես ապրում եմ իմ հեքիաթային աշխարհում ու շատ երջանիկ եմ։ Ձեռագործ ժանյակներ կա, որոնք հնացեմաշվել են, քրքրվում են արդեն, չես կարող օգտագործել, բայց այս կտավների մեջ օգտագործել եմ ու ինձ դուր է գալիս, չգիտեմ մյուսներին ոնց կընդունեն դա։ Ջոկոնդայի մասին պատերազմից հետո սա ստեղծեցի, նույնիսկ խակի հագուստ եմ հագցրել Ջոկոնդային ու քաոսային վիճակ, հինը, մաշվածը, ճոխությունը, սա միասին խառնաշփոթ իրավիճակ ոնց որ ստեղծված լինի աշխարհում, պատերազմներից աշկ չենք բացում, խաղաղությունը դեռ չի երևում, չգիտեմ, մեր մտորումները արտահայտում ենք մեր աշխատանքների մեջ։ Տարիներ առաջ մտա այս տիկնիկների աշխարհ, շատ պատահական ինձ համար, եւ հիմա չեմ պատկերացնում դուրս գալ այդ աշխարհից որևէ ձև։ Տիկնիկներ անընդհատ եմ պատրաստում, այսինքն հաշիվը կորցրել եմ, չեմ կարող ասել, քանի տիկնիկ ունեմ։ Շատ պատահական նաև ծանոթացա Լաթե խմբի հետ, պարզվեց, որ իմ ոճը, աշխատելավոճը նման է իրենց այդ գաղափարին շատ մոտ է եւ այդպես մեկս մյուսին գտանք ու հիմա համագործակցում ենք շատ հաճելի։ Հավաքվել էր շատ կտորներ ու մենք որոշեցինք, որ այդ կտորները շատ սիրուն տնակներ կստացվեն, վերցրեցինք հին ինչ-որ մեծ կտոր, վրան շարեցինք, ինչ-որ մի բան պակաս էր, քանի որ բոլորս շատ ենք սիրում Սերվանտեսին ու Դոն Կիխոտին ու ինքը այդ տնակներին համահունչ կլիներ, ինքը մի քիչ իրոնիկ կերպար է, իրան միշտ աշխատում են ցույց տան դրամատիկ, բայց իր անկերը Սանչո Պանսաներ, Պոնչո, ծիծաղ ուրախ բան, մենք որոշեցինք, որ այդ Իդալգոյի տենց տխրությունը պետք է մենք մի քիչ պայծառացնենք, իրան բարձրացեցինք արևի վրա, նկարեցինք, այդ բաները նկարած են, մնացած բոլորը կտորներից են ու ինչ որ կար չկար զարդարեցինք դառավ սենց ուրախ Դոն Կիխոտ, որը որ ինձ թվում է մի քիչ պարադոքսալ է, բայց բարի աշխատանք ստացվեց։ Я работаю в Русском образовательном центре «Перспектива» и сотрудничаю с экологической организацией «Лате» как ее амбассадор. Я очень люблю работать с тканями, это моя специальность, я дизайнер по текстилю в интерьере. Перед этой выставкой у нас было очень интересное событие.
Вместе с детьми Эгитян-центра мы сделали большой текстильный баннер по эскизу, который был когда-то сделан в этом центре ребенком. Эта работа очень увлекла и взрослых, и детей, и самое ценное в ней было то, что мы сделали это совместно. Дети посмотрели, как работают мастера, а мы вдохновились их энтузиазмом, талантом, желанием что-то делать. Это было очень красиво и масштабно. Мы все вместе сделали большую работу. Էքսկլյուզիվ հագուստը դա մեր մյուս նպատակն է, եւ որին մենք ձգտում ենք, որովհետեւ այսօր շատ աշխարհով մեկ շատ ընդունված է ստեղծել հնից նորը կամ թափոններից ստեղծել ինչ-որ բան, եւ արտադրական թափոնները մեզ համար այդ պարագայում ամենակարևոր հումքն է։ Մեզ ճանաչում են նաեւ արտադրողներ, ատելյեների աշխատողներ, որոնք որ մեծ հաճույքով զանգահարում են ամիսը 1, 2 ամիսը 1 եւ բերում են մեզ տեքստիլի թափոններ։ Բայց ավելի լավ է մեկ անգամ սեփական աչքերով տեսնել ու համոզվել, որ ոչնչից, թափոնից եւ լաթից կարելի է գրեթե ամեն ինչ ստեղծել։ Ցուցահանդեսը հենց այդպես էլ կոչվում է՝ հրաշքներ տեքստիլից։